Կառավարությունը քննարկում է էլեկտրաէներգիայի կուտակիչ կայաններին լիցենզիա տրամադրելու հարցը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը տեղեկացրեց, այս բնագավառում լիցենզավորման նոր տեսակ են ավելացնում՝ պահեստավորման լիցենզիա։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է տրամադրելու համապատասխան լիցենզիան։ Միաժամանակ կտրվի հնարավորություն նաև շուկայի կանոններին համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք, լիցենզավորման ենթակա չլինի մինչև 1 մեգավատ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 մեգավատից ավել հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շարունակում է գործընկերոջ միտքը։ Ամբողջ համակարգը կուտակիչ է հանդիսանում արտադրողների համար եւ մեր կարգավորումները այնպիսին են, որ առանց լրացուցիչ ծախսանելու կարող են արտադրել ավելցուկը տալ համակարգին, հետո հետ վերցնել այն ժամանակ, երբ որ դրա կարիքը ունեն։ Եվ ցավոք սրտի մեր համակարգային խնդիրները առաջանում են նաև այն պատճառով, որ տալիս են համակարգին այն ժամանակ, երբ որ համակարգը դրա կարիքը այդքան էլ չունի, բայց վերցնում է հարկադրաբար եւ վերադարձնում է այն ժամանակ, երբ որ համակարգը այդքան չունի հնարավորություն վերադարձնելու։ Այս կուտակիչները հենց այն բարձիկներն են, որոնք որ պետք է համակարգային կայունություն ստեղծեն երկարաժամկետում։ Փաշինյանն արձագանքում է։ Այն էներգետիկան, որը մենք այսօր գիտենք, այդ էներգետիկայի առնվազն 70%-ը 30-40 տարի հետո այլևս չի լինելու եւ էներգետիկան ամբողջությամբ փոխվելու է։ Եվ հետեւաբար մենք պետքա ներգրվենք այդ փոփոխությունների տրամաբանության մեջ եւ սա համաձայն եմ առաջին քայլն է։ Հաջորդիվ էլի քայլեր են լինելու։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը կառավարության անդամներին ներկայացնում է հետադարձ հիփոթեկի ինստիտուտը ներդնելու վերաբերյալ հարցի մանրամասները։ Մեր աշխատանքի ամբողջ ընթացքում, գործունեության ամբողջ ընթացքում երևի թե մեր կյանքի ամենաթանկ ձեռքբերումը դա հենց հանդես է գալիս անշարժ գույքը, որը որ մենք ձեռք ենք բերում մեր աշխատանքի ստացած եկամուտների հաշվին հիփոթեկային պայմանագրերով եւ այլ ճանապարհներով, ուղիղ գնումով կամ ժառանգությամբ օրինակ։ Եվ այս անշարժ գույքը ձեռք բերելու այդ աշխատանքի տարիներին կատարված վճարումները իրականացնելուց հետո ստանում ենք բացառիկ սեփականության իրավունք անշարժ գույքի նկատմամբ եւ թոշակառու տարիքի անցնելուց հետո խնդիր ենք ունենում այդ անշարժ գույքից համապատասխանաբար որոշակի ճանապարհով կամ մեխանիզմներով եկամուտներ ստանալու եւ թոշակի տարիքում արդեն ապահովելու մեր բարեկեցությունը։ Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն բանակցել բանկերի հետ։ Տունը հետադարձ հիփոթեկով հանձնել բանկին, պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը։ Եվ թոշակառի տարիքում ստիպված չլինեն վաճառել իրենց սեփական գույքերը, տեղափոխվել, որպեսզի կարողանան նաև հոգալ որոշակի այն ծախսեր, որոնք որ իրեն կարող էին այս ճանապարհով, այս մեխանիզմով ստանալ եկամուտներ։ Եվ այս եկամուտները արդեն կգումարվի իրենց կողմից իրենց համար վճարվող թոշակներին, կդառնա հավելյալ միջոցներ, որպեսզի իրենք կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել։ Ինչ է իրենից ներկայացնում այս նախագիծը, Փաշինյանը փորձում է ձևակերպումներ տալ։ Հիմա թոշակառուն ունի տուն, ինքը հակադարձ հիփոթեկա կնքում բանկի հետ։ Բանկն է իրանից ձեռք բերում, ամեն ամիս վճարում, եւ ինքը այդ ամեն ամսվա վճարումը ծախսումը դառնում է իրան եկամուտ, ինքը որոշում է դրանով ճամփորդի եւ այլն, կամ ինչ ուզում է անի։ Հետագայում, երբ որ թոշակառուն այլևս չկա, իր ժառանգները հնարավորություն ունենում արդեն իրական հիփոթեկով այդ իրանց բնական արդեն որոշակի սովորական պայմաններից ենթադրվում եմ ինչ որ բանով բան կանի, կտարբերվի, համեցեք պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, այո ճիշտ եք պարոն վարչապետ, երբ որ հանձնվում է բնակարանը հետադարձ հիփոթեկով, անկանխիկ միջոցով ամենամսյա վճարումներով թոշակառուն ստանում է որոշակի գումար եւ կարիք չունի այդ ընթացքում բանկին մարումներ կատարել։ Հենց ինստիտուտների տարբերությունը սա է, որ ինքը այդ գումարը ստանալու է։ Հետո ժառանգները եւ հետագայում, երբ որ թոշակառուն կմահանա եւ այդ գույքը կդառնա արդեն կմտնի, այսպես ասած, ժառանգության ծավալ կամ
կանցնի բանկին սեփականություն, ժառանգորդը հնարավորություն կունենա բանկի հետ կնքել պայմանագիր եւ ստանալ արդեն հիպոթեկային ամենամսյա արդեն ժառանգորդը կմարի այդ գումարը եւ այդ բնակարանը ձեռք կբերի բանկից։ Նախարար Անահիտ Ավանեսյանն էլ առաջարկում է առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրական փաթեթում որոշակի փոփոխություններ կատարել։ Մենք առաջարկում ենք, որ 2027 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու դառնան նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք, մեր տաքսիների վարորդները, եւ սա նրանց կողմից է նաև առաջարկ պահանջ ներկայացվել եւ հաջորդ խումբը եւս 2027 թվականի հունվարի 1-ից առաջարկում ենք, որ արդեն իսկ ապահովագրված անձինք իրենց փոխկապակցված անձանց եւս կարողանան ներառել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։ Փաշինյանը զարմանքը չի թաքցնում։ Մեկ էլ լսում ես, որ բողոքում են տաքսովարորդները։ Ինչի՞ց են բողոքում տաքսովարորդները։ Ասում են մեզ է ներգրավեք առողջության ապահովագրության համակարգ։ Սրանից ավելի լավ գնահատական կարծում եմ գոյություն չունի։ Եվ ես հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ ուղիղ ասել, իհարկե, եթե տեղյակ եք, վերջին ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերով եւ Երևանով մենք ակտիվ շրջեցինք, եւ ես ուղիղ ուզում եմ ասել հետեւյալը. մենք չենք ունեցել որևէ բարեփոխում, որ այսքան արագ եւ այսքան ծավալով ինքը ունենա արձագանք։ Գործադիրի ղեկավարը համեմատականներ է անցկացնում, ասում է առողջական խնդիրներ ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը։ Որովհետև որ մարդը հիվանդ է, իր կողքը կա մի աթոռ, որին նստած է իրան ամենահարազատ մարդը։ Առողջության ապահովագրության համակարգը այդ աթոռը դրել է կամ երկրորդ աթոռն է դրել առողջական խնդիր ունեցող մարդու կողքին եւ այդ աթոռին նստած է իր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը իր կարիքները հոգում է։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։